Բարեկամներ, եղբայրներ, քույրեր, ինչպես արտահայտվի ձեզ։ Այստեղ Անտիլիասի մեջ, Լիբանանի մեջ, այսքան երկար տարիներ ապրեցա եւ գործեց։ Հիմա կյանքիս մնացյալ բաժինը ինչ ալլա, չգիտեմ Աստված քանի տարի գուտա ինձի, այդ ամբողջը ես պիտի տամ հայրենիքին Սուրբ Էջմիածնի ամենայն հայոց կաթողիկոսության ծառայության մեջ։ Եվ մեկ բան ես կուզեմ ձեզի հետ այսօրվան ձեր հացին եւ աղին հետ միասին պաշտել։ Ոչ կովենք եւ ոչ բարսավենք, այլ կառուցենք։ Կովելը Հայաստանը, բարսավելը Հայաստանը, աղավելը Հայաստանը, Հայաստանին ոչինչ կտել։ Կառուցել, կարի վրա դնել։ Ես այդպես կսկամ։ Խոսիլ ժողովրդին, ըլլալ ժողովրդին, հասնիլ իր ցավին։ Այս անձը, այս կազմակերպությունը, այս հաստատությունը կովել կամ այդ հաստատությունը կամ այդ անձը դադարել ասոնք բավարար չեն ինձ համար, այլ ինչպես կրնանք աշխատել միասնաբար, երկրորդական հարցերեն վեր բարձրանալ, հանրայինը, ընտանրականը, ամենունը տեսնել, հայրենիքը տեսնել, եթե պիտի դգարանա մեր հայրենիքը վերստին, ուրիշները մեկս պյուսը մեղատրելով ինչ է հասկանում։ Դու նկատվել են ետքը, պատասխանատվություններու մեջ մասին վիճիլը, պատմության հարց է։ Հիմա կարևորը պատմություն կերտելն է, հիմա հայրենիքը վերաշինելն է։ Եվ այդ մոտեցումով ես կգարձեմ, որ մենք եթե երբեք փոխանակ խոսելու, փոխանակ գրելու, աշխատենք եւ գործենք։ Հետևաբար պետք է բոլորս միասին տրական ձևով մտածենք, ժխտականին ժխտականը ըսենք, բայց հոն գանք չառնենք, ժխտականը տրականի վերածելու մասին մտածենք։ Ես մեծ հույսով անգերց սպասում ուզեմ, որ այլևս հայրենասիրություն բառը նոր անունը առնե, հայրենաշինություն։ Հայրենասիրությունը զգացումի հարց է, հայրենաշինությունը կյանքի գործի հարց է, եւ նույնիսկ Հիսուս ինչսա։ Նույնիսկ եթե ինձի իմ խոսքից չհավատաք, չեք կրնար իմ գործերուն չհավատաք։ Գործն է փորձակար, թեստ, էպրավ, ինչպես կսեն ճշմարտության, ապրումներու հարազատության, վավերականության եւ անկեղծության։ Այս զգացումներով է, որ այժմ այլևս իբրև ամենայն հայոց կաթողիկոս հայրենիքի եւ մեր եկեղեցու վերակազմակերպության, վերաշխուժացման գնձայեմ ինքս կոյիվ չափ զգյանս իմ, ինչպես կսե ավետարան։